Բարև բոլորին, այսօր ընտրել եմ դպրոցական ժանրի դորամաները, եթե սիրում ես այս ժանրը, բայց չգիտես որն ընտրել, ահա իմ թոփ 3-ը, հուսով եմ այն քեզ դուր կգա։ Երրորդ տեղ, իրական կրթություն, հեռարձակման տարի 2026 թվական, սերիաների քանակը 10, յուրաքանչյուրը 50 րոպե տևողությամբ։ Այս դորամայում ներկայացվում են այնպիսի խնդիրներ, որոնց մասին շատերը լռում են. բուլինգ, անարդար վերաբերմունք, ուսուցիչների պատասխանատվություն և աշակերտների պայքարը անարդարության համար։ Դորաման ստիպում է մտածել, թե որքան կարևոր է ճիշտ կրթությունն ու մարդկանց հանդեպ հարգանքը։ Երկրորդ տեղ, հիերարխիա, հեռարձակման տարի 2024 թվական, սերիաների քանակը 8, յուրաքանչյուրը 60 րոպե տևողությամբ։ Այս դորաման սկսվում է էլիտար դպրոցում, որտեղ սովորում են ամենահարուստ և ազդեցիկ ընտանիքի երեխաները։ Առաջին հայացքից ամեն ինչ կատարյալ է թվում, բայց իրականում դպրոցը լի է գաղտնիքներով, մրցակցությամբ և խաբեությամբ։ Երբ դպրոց է գալիս նոր աշակերտ, անցյալի գաղտնիքները սկսում են բացահայտվել, և հերոսների կյանքը լիովին փոխվում է։ Եթե սիրում ես ինտրիգ, սիրային եռանկյուններ, վրեժ և անսպասելի շրջադարձեր, այս դորաման քեզ հաստատ չի ձանձրացնի։ Եվ առաջին տեղ անվերջ ամառ, հեռարձակման տարի 2026 թվական, սերիաների քանակը 29, յուրաքանչյուրը 45 րոպե տևողությամբ։ Այս դորաման պատմում է երիտասարդների մասին, որոնք փորձում են հաղթահարել կյանքի դժվարությունները, հասկանալ իրենց զգացմունքները և գտնել սեփական երջանկությունը։ Այստեղ կգտնես նաև ընկերություն, բաժանումներ, վերամիավորումներ և այնպիսի պահեր, որոնք ստիպում են երկար մտածել հերոսների որոշումների մասին։ Եթե սիրում ես հանգիստ զարգացող, հուզիչ և գեղեցիկ պատմություններ, ապա այս դորաման հաստատ արժե դիտել։ Իսկ դու այս երեքից ո՞ր դորաման ես արդեն դիտել։ Եվ եթե ուզում ես նմանատիպ թոփ 3-ների երկրորդ մասը, գրիր մեկնաբանություններում։